Ողջույն հարգելիները, շնորհակալություն եմ հայտնում, որ միացաք մեզ Արարատ Աստվածաշունչի առաքելություն։ Այս Կիրակի օրվա սերտողությունը սիրով ձեր համար պատրաստել ենք մենք նոր կտակարանից, շարունակում ենք մեր սերտողությունը նամակ Եփեսացիներին, երկրորդ գլուխն ենք ուսումնասիրելու 1-ից 10 համարները։ Վերնագիրն է այսօրվա սերտողության Հիսուս փրկեց մեզ սատանու կապանքներից։ Ուրեմն հարգելիներս, ինչ ենք մենք սովորելու այսօր։ Առաջի հերթին Պողոս առաքյալը մեզ շատ հստակ կերպով բացատրում է այս նամակի միջոցով եւ կոնկրետ այս տողերի միջոցով, որ մենք մի ժամանակ պատկանում էինք սատանու իշխանությանը, որովհետեւ մենք Հիսուսին չենք ճանաչում։ Եվ եթե մենք Հիսուսին չենք ճանաչում, չենք ընդունել դեռ Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ, ուրեմն նա բացատրում է, որ ազդեցությունը եւ այն իշխանությունը, որ այսօր աշխարհի վրա որպես տիրապետություն, որպես հսկող ուժ, որպես չար ուժ, դա սատանեն է։ Եվ կխորանանք ավելի մանրամասն հասկանալով, թե Պողոս առաքյալը այդ առումով մեզ ինչ ունի ասելու եւ օրինակներով կհավելենք Պողոս առաքյալի խոսքերը։ Ինչպես միշտ բոլորին մենք քաջալերում ենք, որ երբ որ ստանում եք այս պատգամները, դուք ինքներդ ամբողջությամբ դիտեք եւ փոխանցեք ձեր մտերիմներին։ Իհարկե, այսօր ամենակարևոր գործը այն է, որ ավետարանը քարոզել աշխարհով մեկ, ավետարանը կիսվել ավետարանը մեր մտերիմների, հարազատների եւ մեր օղակի եւ մեր շրջապատի մեջ։ Իհարկե, մենք չպետք է քաշվենք, ոչ էլ ամանչենք Աստծո խոսքից, եւ իհարկե մեր նպատակը մարդկանց հետ վեճերի եւ կռիվների մեջ մտնելը չի իհարկե Տիրոջ համար, այլ երբ որ մենք Աստծո խոսքը խոսում ենք, եթե ընդունում են, կընդունեն, եթե չեն ընդունում, Տերը մեզ հստակ պատգամ ունի այդ առումով կամ ուղղություն, այնն էլ երբ որ չեն ընդունում, ասում է ձեր ոտքերը թոթափեք այդ քաղաքից եւ դուրս եկեք։ Եվ այսինքն նկատի ունի, որ երբ որ չեն ընդունում, պնդելու պետքություն չկա, որովհետեւ նրանց սրտները դեռ պատրաստ չեն ընդունել։ Եվ ասում է նաև ձեր մարգարիտները խոզերի առջև մի թափեք։ Բայց ասեմ ձեզ, որ ավետարանության պարտականությունը բոլորիս է տրված, եւ ինչու եմ սա ասում, որովհետեւ կան ոմանք, որ մեզ գրություններ են արել, ասելով, թե ինչու եք դուք Աստծո խոսքը սովորեցնում։ Ես զարմանում եմ մարդկանց այս տրամաբանության վրա, որովհետև անհասկանալի է, թե իրենց հիմքը որտեղից է գալի։ Եթե Աստծո խոսքը ուսումնասիրել են, նրանք անշուշտ պետք է իմանան, որ Աստծո խոսքը տրված է մեզ բոլորիս, որ մենք բոլորս մեր պարտականությունը կատարենք։ Իսկ եթե այնտեղ կա ինչ-որ մի թյուրիմացություն, դրա համար մենք սովորեցնում ենք Աստծո խոսքը ոչ միայն հայերեն լեզվով, այլ տարբեր լեզուներով, քանի որ մեր առաքելությունն է եւ մեր կազմակերպության նպատակն է հենց այսպես։ Կխնդրենք, որ մարդիկ ուղղակի մի քիչ ավելի խորապես մտածեն եւ Աստծո խոսքով ներկայանան եւ Աստծո խոսքով բացատրեն իրենց մտքերը, որովհետեւ ոչ իմ կարծիքն է ձեզ կարևոր, ոչ էլ ձեր կարծիքները, եթե հիմնված չի Աստծո խոսքի վերաբերյալ, ինչ վերաբերվում է այսինքն նկատողություններ, այսպես ասած, կամ ինչ որ միտք, որ ուզում եք արտահայտվեք, իհարկե Աստծո խոսքով արտահայտվեք, որպեսզի բոլորիս համար շինության հնարավորություն լինի, զարգանալու հնարավորություն լինի Աստծո խոսքով եւ ոչ մեկս էլ կատարյալ չենք, իհարկե եթե կա թերություն, անշուշտ Աստծո խոսքով կարելի է այդ թերությունը շտկել։ Հիմա եկեք մի պահ մեր գլուխները խոնարհենք, աղոթենք ու անցնենք առաջ։ Հայր Աստված, մենք շնորհակալ ենք այս հնարավորության համար, շնորհակալ ենք իսկապես, որ մեզ տվել ես այս միջոցը եւ առաքելությունը եւ մեզ կանչել ես այս գործին, Տեր Աստված, այս կազմակերպության միջոցով, որպեսզի Աստծո խոսքը, քո խոսքը, Տեր Աստված, քարոզվի եւ սփռվի աշխարհով մեկ։ Աղոթում եմ մեր բոլոր ունկնդիրների եւ դիտողների համար, աղոթում եմ նրանց առատորեն օրհնես, զորացնես եւ օգնես, որպեսզի քո խոսքը ներթափանցի եւ կիրառե նրանք իրենց կյանքներում։ Պարզ ասած, Տեր, մեզ բոլորիս համար է անհրաժեշտ, ինչպես օդը, ինչպես ջուրը, մեր համար քո խոսքերը անհրաժեշտ են, ու աղոթում ենք, որ այսօրվա սերտողությունը միմիայն Սուրբ Հոգին դասավանդի։ Աղոթում ենք այս ամենը Հիսուսի անունով, ամեն։
Հարգելիներս, ուրեմն Պողոս առաքյալը 1-10 համարների մեջ բացատրում է մարդու եւ մարդկության իրավիճակը եւ նրա ողբալի վիճակը առանց Հիսուս Քրիստոսի։ Նա ավելին է բացատրում ասելով, որ Հիսուսի բացակայության դեպքում ով է կառավարում, եւ իհարկե այս դեպքում գիտենք, որ Սատանեն է այն իշխանը եւ այն օդի իշխանը, որի մասին խոսում է, եւ նրա իշխանությունը ընդհանուր առմամբ եւ նրա ազդեցությունը անհավատների, անապաշխարած, Տիրոջը չճանաչող, վերստին ծնունդ չունեցող մարդկանց վրա։ Եկեք հիմա կարդանք 1-3 համարները ու անցնենք սերտողությանը։ Եվ դուք, որ մեռած եք հանցանքների ու մեղքերի պատճառով, որոնց մեջ մի ժամանակ ընթանում եք այս աշխարհի սովորության համաձայն ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում ենք մեր մարմնական ցանկություններով, մարմնի ու մտքի կամքը կատարելով եւ էության, բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ Առաջի հերթին եկեք ուսումնասիրենք ինչ է ասում առաջի համարի մեջ եւ հերթականորեն կուսումնասիրենք բոլոր կետերը։ Ասում է եւ դուք, որ մեռած եք հանցանքների ու մեղքերի պատճառով։ Ուրեմն հարգելիներս, այն ինչ որ տեղի ունեցավ Էդեմի պարտեզում, մեզ եւ Աստծուց, այսինքն մեզ Աստծուց հեռացրեց, սեպք առաջացավ մեր եւ Աստծու հարաբերության միջև։ Եվ եթե Ծննդոց գիրքը կարդացել եք, գիտեք, որ Աստված իր հրաշալի ստեղծագործության մեջ մարդուն ստեղծեց իր պատկերով, որովհետև նա ցանկություն ուներ հարաբերություն ունենալ եւ հաղորդություն ունենալ մարդու հետ, բայց քանի որ մարդ հակառակ գնաց Աստծուն եւ այն պտուղից կերան, որ արգելված էր, բարի ու չարի գիտության ծառից, այդ ժամանակվանից, այդ վայրկյանից մարդ ընկավ եւ մարդու էությունը, այսինքն սերունդ է սերունդ, նա մեղավոր էր եւ մեղավոր էր ծնվում։ Ու հենց այս պատճառով էլ մենք մեռած էինք, որովհետև մեղքը տանում է դեպի մահ։ Առանց Աստծու, առանց Հիսուս Քրիստոսի, առանց մեր Տիրոջ կատարած այս հրաշքի, որը մեզ շնորհով է նա փրկել, մեր արժանինքներով չի, որտեղ մենք ոչ մի դեպքում չենք կարող կատարյալ լինել, այլ միայն Հիսուս Քրիստոսն է եւ նրա շնորհով է, որ այնինչ կատարեց խաչի վրա, մեզ տվեց հնարավորություն, նա լինելով վերջին զոհը, որպեսզի մենք փրկվենք։ Հիմա դա է բացատրում, անցնենք երկրորդ համարին, գրած է, որոնց մեջ մի ժամանակ ընթանում ենք այս աշխարհի սովորության համաձայն ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Ուրեմն հարգելիներս, եկեք հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ։ Սատանեն ապստամբեց Աստծու դեմ եւ Աստված աքսորեց Սատանուն եւ իր հետ մի շարք հրեշտակներին։ Նրանք կոչվում են ընկած հրեշտակներ եւ նրանք Սատանու հետ միասին ընկան այս աշխարհի վրա։ Հիմա ինչա տեղի ունենում։ Պաստորեն այս իշխանությունը, ասենք, Սատանու իշխանությունը ներգործում է այս աշխարհում եւ աշխարհի այս բանաձևը եւ կանոնները նրա ազդեցության տակ են։ Պետք է պարզաբանել այստեղ։ Ուրեմն առաջի հերթին եկեք ասենք եւ պարզաբանենք, որ ամեն ինչ Աստծո հսկողության տակ է։ Եվ պետությունն է Աստծո հսկողության տակ եւ բոլոր իրադարձությունները, բոլոր այն ամեն ինչ, ինչ որ կատարվում է Աստծո հսկողության տակ է եւ Աստծո աչքերի առջև է եւ նրա հայեցողությամբ է ամեն ինչ լինում։ Սա ինչ է նշանակում։ Սատանեն այս աշխարհի համակարգի տերն ու տիրակալն է, ոչ թե Աստծո ստեղծագործության, ոչ Աստծու վրա քավլիցի, այլ ուղղակի այս աշխարհի կանոնները նրա ազդեցության տակ են։ Եվ ովքեր են նաև նրա ազդեցության տակ։ Քանի որ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որոնց մեջ մի ժամանակ ընթանում ենք այս աշխարհի սովորության համաձայն, ուրեմն այս աշխարհի սովորությունը, այս աշխարհի կանոնները Սատանու ազդեցության տակ է, Սատանու իշխանության տակ է, եւ մենք էլ համապատասխան այդ կանոններին որպես մեղավոր էություններ
նույնպես եւ համապատասխան աշխատում ենք այս կանոնների մեջ։ Փաստորեն գրված է այն ըստ կամքի այն իշխանի, ուրեմն փաստորեն այս աշխարհը, քանի որ սատանու եւ իր իշխանության հսկողության տակ է աշխարհի համակարգը, այս աշխարհի համակարգը, այսպես ասած, եւ մենք էլ մաս ենք կազմում այդ համակարգին։ Սակայն մենք հիմա ովքեր որ Հիսուսին ընդունել է որպես Տեր եւ Փրկիչ, ազատագրված է սատանուց եւ սատանու կապանքներից։ Հետևաբար մեր սերտողության վերնագիրն է այդպես, որպեսզի մենք ավելի ճիշտ կերպով բացատրենք, թե ինչ կատարեց Հիսուս մեր համար։ Ուրեմն տեսեք, նա խոսում է օդային տարածությունից եւ ոգու մասին եւ գրած է, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Ուրեմն իմացեք, հարգելիներս, այն անձնավորությունը, որ չունի Սուրբ Հոգին, ուրեմն սատանան նրա վրա իշխանություն ունի։ Եվ ինչպես է դա կատարվում։ Մենք ընդհանուր առմամբ կսովորենք հետագայում դեպի ավելի 11-ից 22 համարների մեջ, կամ ասենք 22 համարների մեջ, 11-ից 22 համարների մեջ, թե Սուրբ Հոգին ինչ դեր է կատարում, բայց կարող եմ ձեզ նախապես ասեմ, որ երբ որ մի անձնավորություն Հիսուս Քրիստոսին ընդունում է որպես Տեր եւ Փրկիչ, ինչպես որ գրված է նամակ Հռոմեացիներին 10-րդ գլուխ 9-ից 11 համարների մեջ, որովհետև եթե Հիսուսին քո բերանով Տեր դավանես եւ քո սրտում հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես։ Քանի որ սրտով հավատում են արդարանալու համար եւ բերանով դավանում են փրկության համար, որովհետև Գիրքն ասում է. ամեն ոք, ով նրան հավատա, չի ամաչելու։ Ուրեմն հարգելիներս, եթե այդ որոշումը կայացրել ես եւ այդ որոշումը ընդունել ես դավանելով Հիսուսին որպես Տեր եւ Փրկիչ քո շուրթերով եւ սրտումդ հավատալով արդարանալ, այսինքն արդարանում ես սրտումդ հավատալով, սա է բանաձևը, որը Հիսուսը բացատրում է մեզ ասելով, որ պետք է վերստին ծնվես։ Եվ այդ վերստին ծնունդը նախ առաջի հերթին հասկացողությունն է, որ մենք մեղավոր ենք եւ պետքություն ունենք Հիսուսի, որպեսզի մենք փրկվենք։ Եվ հակառակ դեպքում նրանք, ովքեր որ այդ քայլին չեն գնացել եւ չեն ընդունել Հիսուսին, նրանք ապստամբության որդիներ են համարվում։ Ապստամբության որդիներ, որովհետև նրանց ձգտումը միայն մեղքն է, վայրակությունն է, այլանդակությունն է եւ մի շարք այսպիսի այսինքն հատկություններ։ Եվ ինչպես կարող ենք մենք հասկանալ, թե դրանք որոնք են։ Գաղատացիներից 5-րդ գլխի մեջ բացատրում է մեզ մարմնի բոլոր հատկությունները։ Հիմա ձեր համար այստեղ կշեշտեմ, ասում է 5-րդ գլուխ 19 համարի մեջ հայտնի են մարմնի գործերը, որն են շնություն, պոռնկություն, պղծություն, գիջություն, կռապաշտություն, կախարդություն, թշնամություններ, կռիվ, նախանձ, բարկություն, հակառակություններ, երկպառակտություններ, բաժանություններ, չարակամություն, սպանություններ, հարբեցողություն, անառակություններ եւ այն, ինչ սրանց նման է։ Ուրեմն սա ինչ է նշանակում, հարգելիներս։ Եթե Հիսուսինը չես, ուրեմն սատանունն ես, պարզ ասած։ Շատ ավելի պարզ չեն կարող բացատրել եւ նկարագրել ձեր համար սա։ Եվ իմացեք այն, ինչ որ աշխարհում կատարվում է, այն բոլոր չարությունների մասին, որը նոր շեշտեցինք, այլանդակությունների, այլասերվածությունները եւ այլ նման բաներ, պարզապես սատանեն կարողանում է իր միջոցներով մարդկանց վրա ազդեցություն ունենալ եւ մարդկանց շեղել եւ շարժել իր կամքին համաձայն։ Եվ ինչ է ասում 3-րդ համարի մեջ գրած է նրանց թվում նաեւ մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով մարմնի մտքի կամքը կատարելով եւ էության բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ Անդրադառնանք Գաղատացիներից 5-րդ գլուխ 19 համարից սկսած, եթե Հիսուսինը չես, ուրեմն քո ցանկությունները մեղավոր ցանկություններ են, մեղքի մեջ թաթախված ցանկություններ են, հետևաբար Աստծունը չես եւ կատարում ես այն,
ինչ որ չարն է կամենում։ Իսկ այստեղ մի այլ կարևոր կետ կա, եթե նորից անդրադառնանք մենք գաղատացիների նամակի 22 համարից սկսած 5-րդ գլուխ 22 համար գրած է հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն, այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Ուրեմն հոգու պտուղը, հարգելիներս, երբ որ Հիսուսինն ես քո մեջ զորանում է այս հասկացողությունը հոգու պտուղի, վերափոխվում ես նմանվելով Հիսուս Քրիստոսին։ Սա է կարևոր միտքը։ Եվ Եփեսացիների նամակը պարզապես Պողոսը մեզ ուղղակի այդ նամակի միջոցով տարբեր կետեր ունի բացատրելու։ Առաջինը ով ենք մենք, երկրորդ ինչ է պետք անել, որպեսզի մենք անցնենք այդ իրավիճակից դեպի օրհնյալ իրավիճակը, որը Հիսուսին ընդունելն է եւ փրկվելն է, հարստությունները օրհնանքների առումով նրան ով հավատք ունի Հիսուս Քրիստոսի մեջ, եւ հետո միասնության մասին խոսենք իհարկե այս նամակի մեջ ու այսպես։ Ուրեմն 4-րդ համարից եկեք սկսենք կարդալ ուսումնասիրել, գրած է. բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, մինչ մեռած ենք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։ Ուրեմն հարգելիներս, տես ինչ է ասում։ Աստված աշխարհը այնքան սիրեց, որ իր միածին որդուն ուղարկեց։ Մենք բոլորիս համար պետք է այդ ակնհայտ լինի եւ բոլորիս համար այդ համարը, որ մեզ Աստված տվեց ավետարանի մեջ Հովանեսի, այսինքն ավետարանի մեջ 3-րդ գլուխն է մեզ այդ բացատրում եւ հիմա կթերթենք, կարդանք իրար հետ։ Ուրեմն ավետարան ըստ Հովանեսի 3-րդ գլուխ 16 համարից գրած է. Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա, որտեղ Աստված իր որդուն աշխարհ չուղարկեց դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։ Ով նրան հավատում է, չպետք է դատապարտվի, իսկ ով նրան չի հավատում, արդեն դատապարտված է, որովհետև չհավատաց Աստծու միածին որդու անվանը։ Ուրեմն հարգելիներս, սա ինչ է նշանակում։ Նշանակում է այն, որ Աստված աշխարհը այնքան սիրեց եւ Աստծու նպատակը չէր, որ մարդ դեպի դատաստան գնա։ Աստված աշխարհը չստեղծեց այդ նպատակով, որ մեզ պատժի, բայց եղավ այդպես, որովհետև մենք անհնազանդվեցինք։ Մեր նպատակը եղել է եւ պատճառը ստեղծագործության, որ Աստված ստեղծի մի էություն, որը իր պատկերով է ստեղծված, եւ այդ էությունը կհարաբերվի, կշփվի, այսինքն հարաբերություն կունենա Աստծու հետ, հաղորդություն կունենա Աստծու հետ։ Եվ սա է իրականությունը եւ ճշմարտությունը, ու պարզ ասած Աստված այս նպատակը հենց մարդու ընկնելուց հետո արդեն մեզ բոլոր մարգարեությունների միջոցով եւ հենց ուղակի ընկնելուց հետո Աստված մեզ տվեց բանաձևը, թե ինչպես է լինելու իր որդու գալուստը եւ նրա միջոցով փրկությունը։ Պարզ ասեմ, որ Աստծու համար ոչ մի բանն էլ անակնկալ չի։ Ինքը պարզապես լավ գիտի ամեն ինչ, նախապես գիտի, քանի որ նա ամեն ինչը տեսնում է եւ ամեն ինչը գիտի։ Ուղղակի այստեղ պետք է հասկանալ, որ Աստծու էությունը այնպես է, որ նա ստեղծագործ է, ստեղծում է եւ իր բոլոր, այսինքն այսպես ասած, օրհնանքները պատրաստել էր մեր համար, բայց մենք ընկանք։ Եվ այդ կատարյալ վայրը, որը Էդեմի պարտեզն էր, իսկապես, ասենք, դրախտ աշխարհում, հա, այսպիսի մի հասկացողություն, որ այնպիսի մի կատարյալ պայմաններ էր ստեղծված, բայց մարդը այդ պայմանները փչացրեց, ոտնատակ արեց եւ ստեղծեց այն իրավիճակը, ինչ ունենք այսօր։
Հիմա մենք տեսնում ենք մարգարեություններ մեկ առ մեկ կատարվելիս եւ տեսնում ենք, թե ինչ է կատարվում ու սպասում ենք մենք այն հույսին, որ Հիսուսի երկրորդ գալուստն է եւ հայտարարությունները պատերազմների եւ այլ խնդիրների այսօր տեսնում ենք մենք եւ չպետք է մենք մտահոգվենք, վախի մեջ մտնենք, այլ պետք է քաջալերվենք, որտեղ մեր Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Եվ այսինքն արժի նաև շեշտել, որ այս 5 համարի մեջ վերջում, որ գրված է դուք շնորհով եք փրկված, իմացեք հարգելիներս, որ փրկությունը գործերով չի։ Եթե ձեզ սովորեցնում են, որ պետք է այս անեք կամ այն անեք փրկության համար, հասկացեք, որ դրա պետքությունը չկա։ Ընդամենը մեզ մի բանաձև է տված՝ հավատա եւ խոստովանի։ Վերստին ծնունդը գալիս է այն ժամանակ, երբ որ մենք հասկանում ենք, որ մեղավոր ենք եւ հասկանում ենք եւ գիտակցում ենք, որ պետքություն ունենք Հիսուս Քրիստոսին։ Եվ երբ որ մենք հանձնվում ենք Տիրոջը եւ ընդունում ենք նրան որպես Տեր եւ Փրկիչ ու բերանով էլ դավանում ենք, դա է բանաձևը փրկության։ Ուրեմն այլ տարբերակ չկա։ Մեզ պետք չի 10 անգամ այսպես անել, այնպես անել, օրենք հետևել եւ այլն, օրենքի ժամանակաշրջանը անցավ եւ գործերով իհարկե մենք փրկված չենք։ Քանի որ մենք ոչ մի արժանիք չունենք եւ հնարավորություն չունենք, եթե գործերով կարողանանք փրկվենք, օրենքը կլիներ մեկ ընդմիշտ լուծումը, բայց այդպես չէր։ Հիսուսը, որ մեկ ընդմիշտ լուծումն է մեղքի։ Անցնենք առաջ 6-րդ համարի մեջ գրած է. նրա հետ մեզ հարություն տվեց եւ նրա հետ նստեցրեց երկնքում Քրիստոս Հիսուսով, որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։ Ու սա է, գիտեք, այն օրինանքները, այն հարստությունը հոգևոր, որի մասին Պողոս առաքյալը մեզ ուզում է հիշեցնել, հուշել եւ հստակ ամրապնդել մեր մեջ, որովհետեւ պետք է մենք վախի եւ կասկածանքների մեջ չապրենք որպես քրիստոնյաներ։ Եթե իսկապես կյանքդ տվել ես Հիսուսին, եթե իսկապես փրկված ես, Աստծունն ես եւ ոչ մեկ չի կարող Աստծուց քեզ խլել տանել։ Այդպես է Տերը մեզ սովորեցնում։ Եվ մենք մեր հովիվի ձայնը լսում ենք եւ ճանաչում ենք մեր հովիվին։ Եվ մենք մեր Հիսուս Քրիստոսինն ենք։ Եվ նա էլ գլուխն է եկեղեցու եւ զորագլուխն է մեր հավատքի եւ մեր կյանքի։ Ուրեմն այնինչ որ մենք ոչ թե արժանացանք կներեք, այլ Աստված շնորհով մեզ տվեց, այսինքն Հիսուսով մեզ ուրեմն հաստատեց որպես ժառանգակիցներ Հիսուս Քրիստոսին։ Սա է կարևոր հասկանալ, եւ մենք հազարամյակն էլ Հիսուս Քրիստոսի հետ իշխելու ենք այս աշխարհում, որի համար ես ասեմ, որ մեզ բոլորիս պետքա շատ մեծ հույս տա։ Նրա երկրորդ գալուստը մեր համար անսպասելի, այսինքն անսպասելի չէ, անհամբեր սպասում ենք մենք, որպեսզի այդ օրը գա, որ մենք բոլորս վերափոխվենք, նմանվենք Հիսուսին, այն վարքյանական այն փոփոխությունը, որը մեզ Սուրբ Գիրքը սովորեցնում է, որ առաջի հերթին մենք կհափշտակվենք, կմիանանք Տիրոջը եւ կվերադառնանք իջնենք այս աշխարհ նրա հետ վերափոխված եւ ամբողջ իր եկեղեցին Հիսուսով, որպես Հիսուս մեր թագավոր եւ Երուսաղեմում նրա աթոռը կլինի իշխելու ու այնտեղից նա Երուսաղեմից կիշխի աշխարհը, մենք էլ նրա հետ միասին։ Եվ ինչ է ասում մեզ, ուրեմն 8 համարից սկսեն գրած է շնորհով ենք փրկվել, նորից է Պողոս առաքյալը սա շեշտում, հավատի միջոցով, իհարկե տեսեք, որ գործերի մասին խոսք չկա այստեղ, հավատքի մասին է խոսքը եւ հավատով փրկվելու մասին է խոսքը։ Եվ սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ Ուրեմն հասկացեք, որ մենք մեր գործերով, մենք մեր միջոցով, մենք մեր կարողություններով չենք փրկված։ Մենք փրկված ենք միմիայն Հիսուս Քրիստոսով։ Հետևաբար պետք է սա հասկանանք, որտեղ փառքը միայն նրանն է։ Եթե կհիշեք ավետարանների մեջ Հիսուս խոսում էր եւ օրինակներ էր տալի փարիսեցիների եւ սադուկեցիների ձախողումների մասին, սխալ մոտեցումների մասին, հպարտության մասին, նույնիսկ այն օրինակը, որ կրոնավորը հպարտանում է Աստծու առջև, ասում է փառք ես Տեր, որ ես նման չեմ այս մեղավոր մաքսավորին։ Բայց հասկացեք, որ եթե
Աստված միջոց է տվել, որ մեր ուժերով մենք մի բան կարողանանք անենք, այդ հպարտությունը մեջտեղ կհելնի եւ այդ հպարտությունը նույնիսկ կգերազանցի Աստծուն։ Եվ այդպես չի կարող լինել։ Դրա համար Աստված չտվեց մի միջոց, որը մեզ հնարավորություն կտա ուղակի հպարտանալ եւ նույնիսկ մեզ այնպես մեծ առենք, որ Աստծուց էլ վեր մեզ դնենք, անկարելի է։ Ու դրա համար Աստված տվեց այս բանաձևը, շնորհով փրկվենք, որ բոլորինի հայտ լինի, որ մենք մեր միջոցով փրկված չենք, այլ Աստծով ենք փրկված։ 9 համարի մեջ գրված է ոչ էլ գործերից, որպիսի ոչ ոք չպարծենա, եւ սա է գլխավոր միտքը, եւ սա է բացատրում մեզ Աստծո խոսքը։ Հետևաբար հատուկ ինչ որ քայլեր, գործեր եւ այլն այսպիսի բաներ չկա։ Եվ մեր հույսը պետքա լինի եւ վստահությունը պետքա լինի, որ ով որ իր հույսը դնում է Հիսուսի վրա փրկված է։ Ոչ թե արա դու այս բաները եւ վերջում կտեսնենք, եթե Աստված ողորմած կլինի եւ մեզ թույլ կտա, որ մենք գնանք դրախտ։ Այդպիսի բան չկա։ Հավատքդ պետք է հստակ լինել։ Եվ հավատքդ հստակ լինելու համար հարկավոր է, որ մենք ընդունենք Հիսուսին, հավատանք նրան եւ իմանանք եւ վստահենք նրա խոստումները, հասկանալով եւ ընդունելով, որ ինչ որ գրված է կատարվելու է։ Ուրեմն ասում է շնորհով ենք փրկվել հավատի միջոցով, ոչ թե գործերի միջոցով։ Եվ սա ձեզանից չէ, Աստծու պարգևն է, ոչ էլ գործերից, եւ որպեսի ոչ ոք չպարծենա։ Իհարկե այս պարծենալու եւ հպարտության պատճառով է, որ Տերը մեզ տվել է այնպիսի մի բանաձև, որ անհասկանալի է մարդու համար, բայց Տիրոջ սերն է ցուցադրում մեզ, որ աշխարհը այնքան սիրեց նա, որ ուղարկեց իր միածին որդուն, որպեսզի ովքեր որ հավատան նրան փրկվեն։ Ու 10 համարը ասում է. «Քանզի նրա ստեղծագործությունն ենք Քրիստոս Հիսուսով հավատացած բարի գործերի համար, հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք»։ Ուրեմն հարգելիներս, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին, վերափոխվում ենք, նմանվում ենք նրան եւ անցնում ենք նրա գործերին, այսինքն երկնքի արքայության աշխատանքներով, եկեղեցու գործերով, տիեզերային եկեղեցու աշխատանքը, այսինքն կենթանի եկեղեցու բոլորս միասին հավատացյալներ աշխարհով մեկ տարբեր ազգեր, ովքեր որ ընդունում են Աստծուն, մենք մեկ մարմին ենք համարվում, Հիսուս Քրիստոսի մարմինն ենք մենք պատկանում, մարմնին ենք պատկանում եւ մեր մեջ նա մեծ գործ է կատարում, վերափոխելով մեզ, որ նմանվենք նրան։ Պարզ ասած, հարգելիներս, նա ով ընդունում է Հիսուսին, ապաշխարած անձնավորությունը, վերստին ծնված անձնավորությունը ստանում է հավատքի եւ հավատի կնիքը, որը Սուրբ Հոգին է։ Ուրեմն Աստված մեր մեջ է բնակվում եւ քանի որ մենք հանդիսանում ենք որպես Աստծու տաճարը, մենք պետք է մեզ մաքուր պահենք, առանձնացնենք մեզ այս աշխարհից, ինչ առումով, ոչ թե մեկուսանանք եւ մտնենք քարանձավում եւ մենք մեր համար առանձին ապրենք, ոչ։ Հիսուս մեզ բացատրում է եւ սովորեցնում է, որ մենք այս աշխարհում ենք, բայց այս աշխարհից չենք։ Պատգամավորներն ենք Հիսուս Քրիստոսի, հետևաբար մենք կատարում ենք Տիրոջ կամքը եւ գործը եւ մեր էությունը որպես քրիստոնյա աղն ու լույս պետք է հանդիսանա այս աշխարհում, այս անհավատների մեջ, որպեսզի մեր աղը, մեր լույսը, որը մեր Տեր Հիսուս Քրիստոսն է, ներթափանցի եւ նրանք մեր հավատքը տեսնելով, նրանք էլ նույնպես ապաշխարեն, փրկվեն։ Մեր օրինակն է կարևոր։ Իհարկե ասեմ ձեզ, որ Սուրբ Հոգին է գործը կատարում, Սուրբ Հոգին է այս աշխարհին հանդիմանում, Սուրբ Հոգին է, որ աշխատում է մարդկանց սրտների վրա եւ Սուրբ Հոգին է, որ մարդկանց բերում է հավատքի։ Ուղղակի Սուրբ Հոգին մեզ էլ օգտագործում է որպես անոթներ իր արքայության համար, Աստծո արքայության համար, որպիսի ավետարանը քարոզելով, լսելով է, որ մարդիկ ապաշխարում փրկվում են։ Ուրեմն հարգելիներս, այսօր այսքանը, աղոթում եմ Տերը ձեզ առատորեն օրհնի։ Ամեն։